Ամեն հարցը ես կյանքում լուծվող է, չլուծվող բան չկա։ Հույս ունեմ, որ պետք է լուծես։ Սա սոցիալական, մաքուր սոցիալական ծրագիր պետք է անի կառավարությունը մեզ հետ համատեղ։ Այսինքն մենք ուղղակի պետք է բնակարանային հատկացման ֆոնդ ստեղծենք այս երկու շենքի համար։ Որոշ բնակիչներ լքել են իրենց սեփական տներն ու ստիպված գնացել են վարձով բնակվելու։ Շենքում մնացողներն էլ պարզապես վարձով բնակվելու հնարավորություն չունեն։ Խնդիրը նոր չէ։ Դեռ 2023 թվականին Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի շրջանակներում թեկնածուներն այցելել են ու սեփական աչքերով տեսել պայմանները։ Պարոն Ավենյանը եկե տեսել է, խոսել է բնակիչների հետ, ու ասել է անպայման մի հարցին լուծում կտանք։ Մինչև այդ տարին անցավ ոչ մի հարցին լուծում չի տալիս։ Տիգրան Ավենյանը չի մոռացել իր տված խոստման մասին։ Գործակարգավարական նիստերից մեկում քաղաքապետն այդ մասին ասել է ու շեշտել, առանց կառավարության աջակցության դժվար կլինի։ Եթե մենք տենց շարունակաբար կրկին փամփամփուչան չկարողանանք այդ լուծումը գտնել գործընկերների հետ, ինչ որ ժամանակ մեր խոստումը թեկուզ ժամանակի ընթացքում բաշխելով Երևանի քաղաքապետարանի միջոցներով պետք է լուծենք։ Օրեր առաջ իրենց խնդրի լուծման պահանջով այս մարդիկ քաղաքապետարանում էին, բայց ոչ Ավենյանը, ոչ էլ փոխքաղաքապետ Փամբուխչյանը նրանց չեն ընդունել։ Էրեբունու համայնքապետարանից էլ վստահեցրել էին, որ այս հինգշաբթի կառավարության նիստում կքննարկվի իրենց հարցը։ Պարոն Գրիգորյան, եթե անկեղծ ես չեմ ստացել կամ մենք կարող ստացել ենք դեռ չի մակագրվել կամ դեռ չի հասել, բայց կառավարությունից մենք նման հրավեր դեռ չենք ստացել։ Չենք ստացել, չէ՞։ Ոչ ավագանու, ոչ էլ կառավարության նիստում Վարդաշինի բնակիչների խնդիրները չեն քննարկվել։ Բնակիչներն էլ խոստացել են, եթե պետությունը չզբաղվի, իրենք վրաններով տեղափոխվելու են կառավարության դիմաց բնակվելու։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։